Նախորդ տարվա համեմատ բանակում իրադրության փոփոխություն կա, կառավարությունն իրականացրել է մի շարք բարեփոխումներ, որ բանակից ծառայելուց չխուսափեն։ Այս հիմնավորմամբ է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը բացատրում, թե ինչու ապրիլի 6-ին հանձնաժողովը չընդունեց ԿՊ խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի զինվորակատարության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։ Սարգսյանն առաջարկում էր փողի դիմաց կարճ ծառայել կամ չծառայել։ Այն վիճակագրությունը եւ այն հիմնավորումները, որը ներկայացվել էր 1 տարի առաջ կամ ավելի վաղ, ներկայումս այդ իրադրությունը փոփոխված է եւ այդ նախագծի ներկայացումը կամ ընդունումը ժամանակավրեպ է։ Բացատրեմ ինչու։ Տեսեք, այն ժամանակ զորակոչից խուսափելու թվերը եւ սրանից հետո թվերը կարող են էական տարբերություն ունենալ, տարբերվել միմյանցից, քանի որ կատարվել են մի շարք օրենսդրական բարեփոխումներ, օրինակ 2 տարվա փոխարեն արդեն ծառայում են 1.5 տարի, բացի դրանից ունենք խաղաղություն փաստացի մեր երկրում։ Արմեն Խաչատրյանն այս ցանկին նաև մի փոփոխություն է ավելացնում. հիվանդությունների ցանկն է փոխվել, որով ազատվում էին ծառայությունից։ Առաջին անգամ Հայկ Սարգսյանի կողմից նախագիծը ներկայացվել էր 2025-ի մայիսին, դրանից հետո այն այս փոփոխությունները տեղի ունեցել։ Խաչատրյանը վստահ է, ժամանակի ընթացքում նոր բարեփոխումները կհանգեցնեն զորակոչից խուսափելու թվի նվազմանը։ Սարգսյանը իր նախագիծը հիմնավորում էր թվերով, թե զորակոչվողների թիվը նվազել է, հասնելով 14 000-ի։ Պաշտպանական գերատեսչությունից ի պատասխան Սարգսյանի պնդումներին գծում են 2022-ի համեմատ 2025-ին զորակոչվածների թիվն ավելացել է 25.3%-ով։ Նախարարությունը Հայկ Սարգսյանի հնչեցրած թվերը զորահավաքի վերաբերյալ ենթադրյալ է համարում, այսինքն պաշտոնականի հետ կապ չունեցող, շեշտում է, որ զորակոչի զորահավաքի թվերը գաղտնիք են։ Նմանատիպ ապատեղեկատվությունը հասարակության մեջ կարող է առաջացնել անհարկի անհանգստություն եւ ձևավորել թյուր պատկերացում զինված ուժերում առկա պայմանների մասին։ Նույնիսկ ընդունելով, որ այդ թվերը այդպիսինն են, դրանից հետո կատարվել են այդ փոփոխությունները, ինչը ես նշեցի, արդեն հնարավորություն են տալու, որպեսզի ավելի մոտիվացիան բանակում ծառայելու բարձրանա եւ զարտուղի ճանապարհներով բանակից խուսափելու դեպքերը նվազեն։ Ես վստահ եմ, որ նվազելու են, ուղղակի վիճակագրությանը հետևենք, առաջիկայում պարզ կլինի, թե որքանով։ Ծառայության ժամկետի կրճատումը կառավարության 2021-26 թվականների ծրագրում ներառված է եղել։ 6 ամիսների ընթացքում, այսինքն հաջորդ զորահավաքի վիճակագրությունը ցույց կտա, արդյոք նոր օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն կա թե ոչ։ Այսինքն Հայկ Սարգսյանի նախագիծը մերժելու միտում էլ չկար, ասում է Խաչատրյանը։ Իհարկե միտում չկա, ինչպես կարելի է մերժել մի նախագիծ, որով որ այո դրական արդյունքներ է ապահովելու։ Ես կրկնում եմ, նախագծում այո մի շարք դրույթներ կան, որոնք խիստ տարաբնույթ ընկալումներ են առաջացրել հանրության մեջ փողով ազատվելու եւ այլն, դա բավականին խոր ուսումնասիրության կարիք ունի եւ եւս գնահատում եմ, որ հիմա ժամանակավրեպ է պետք չի նման նախագիծ քննարկելը։ Բանակում վերջին մի քանի տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումներն առելի է գնահատում Արմեն Խաչատրյանը։ Նկատում դրանք արվել են բոլոր ուղղություններով՝ պաշտպանական, ամրաշինական, մասնագիտական որակների բարձրացման, սոցիալական ապահովության։ Պրոֆեսիոնալ բանակի հիմքերն ենք դրել, որը բավականին ամուր է, այս պայմանագրությամբ 5000-ից ավել ունենք զինծառայողներ պայմանագրային, որոնք ներգրավել են 5 տարվա ծառայության մեջ եւ այդ զինծառայողների թիվը ավելանում է, այսինքն սա այն միավորն է, որը առանցքային անկյունակարն է արդեն մեր պրոֆեսիոնալ բանակի։ Անվտանգային համակարգի բարեփոխումների մասին շատ կարելի է խոսել, ասում է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահը։ Կարևորում է, որ դրանք շարունակվեն նույն տեմպերով։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսյան, Լուրեր։